Գիրք առակաց, գլուխ 30-րդ Մարդս Աստծո հավատացյալներին պիտի ասի այսպես. լավ է լռեմ, որովհետև բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ մարդկային իմաստություն չկա։ Աստված իմաստություն սովորեցրեց ինձ, և ես խելամուտ եղա սրբերի գիտությունը և ճանաչեցի սրբությունները։ Ով ելավ երկինք և իջավ, ով հավաքեց հողմերը իր գոգի մեջ, ով ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մեջ, ով հաստատեց երկրի ծագերը, ինչ է նրա անունը, կամ ինչ է նրա որդու անունը, իմացիր, որ Աստծո բոլոր գործերն էլ ընտրյալ են, և նա ինքն է իրենից երկյուղ կրողների վերակացում։ Ոչինչ մի ավելացրու նրա խոսքերին, որ քեզ չհանդիմանի և դու ստախոս չերևաս։ Երկու բան եմ խնդրում քեզանից, մինչև մեռնելս չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռու վանիր ինձանից, հարստություն և աղքատություն մի տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է։ Չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ, ո՞վ է ինձ տեսնում, կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով։ Մի մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի և դու ապականված չմնաս։ Չար ծնունդն անիծում է իր հորը և իր մորը չի օրհնում։ Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լվացել իր հոգու կեղտը։ Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի, և գոռոզ են նրա թարթիչները։ Չար ծնունդի ատամները սուսեր են, և ժանիքները դանակներ, երկրից խոնարհներին և աղքատ մարդկանց կեղեքելու և ուտելու համար։ Տզրուկը սրտով սիրած 3 դուստր ուներ, և սրանք 3-ն էլ չկշտացրին նրան, 4-ն էլ չկարողացավ կշտացնել, որպեսզի նա ասեր բավական է։ Գերեզմանն ու մահը, կանանց սերն ու տարտարոսը, հողը, որ չի հանգնում ջրով, ջուրը և կրակը երբեք չեն ասում բավական է։ Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և առյուծների ձագերը պիտի հոշոտեն այն։ 3 բան կա, որ ինձ անհնարին է իմանալ, և մի 4-ն էլ, որ չեմ ճանաչում. թռչող արծվի ուղին օդում, օձի ճամփան ապառաժի վրա, ծովով անցնող նավի ծիրը և երիտասարդ տղամարդու ճանապարհները։ Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը, երբ նա որևէ վատ բան է անում, լվացվում է և ասում. ես ոչինչ չեմ արել։ 3 բան կա, որոնցից դողում է երկիրը, և մի 4-ն էլ կա, որից չի կարողանում հանդարտվել։ Ծառան, եթե թագավոր է դառնում, անմիտը, եթե կշտանում է հացով, աղախինը, եթե վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։ 4 բան կա, որ մանր են երկրի վրա, բայց իմաստուններից ավելի իմաստուն են. մրջյունը, որ զորություն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, ճագարը, անզոր մի կենդանի, բայց իր բույնը շինում է քարերի մեջ, մորեխը, որ թագավոր չունի, բայց կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի, և ճանկերով պատից կառչող սարդը, որին թեև հեշտ է որսալ, բայց բնակվում է թագավորների հարկերի տակ։ 3 բան կա, որ շրջում են սիգապանծ, և մի 4-ն էլ, որ ճեմում է գեղեցիկ. առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին, աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ առաջնորդում է հոտը, և թագավորը, որ ժողովրդի առաջ խոսում է հրապարակավ։
Եթե դու քեզ անհոգության մատնես եւ ձեռքը դժվարությամբ տանես բերանդ, պիտի արհամարվես։ Կաթ կթիր եւ յուղ կլինի, բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա։ Այդպես էլ եթե խոսքը ձգձգես, դատաստան ու կռիվ դուրս կգա։